Ինչպես գիտենք, համակարգչում ներկայացվող ամբողջ ինֆորմացիան ներկայացվում է թվերի տեսքով։ Այսօր սովորելու ենք, թե ինչպես կարելի է երկհիմնային թիվը ներկայացնել 10 հիմնային տեսքով և հակառակը 10 հիմնային թիվը ներկայացնենք երկհիմնայինի տեսքով։ Սովորենք օրինակ 10 հիմնային թիվը ինչպես կարելի է ներկայացնել երկհիմնայինի։ Դրա համար վերցնում ենք 219 թիվը։ 219 թիվը երկհիմնային համակարգի վերածելու համար պետք է այն բաժանենք երկուսի։ Բաժանման ընթացքում քանորդը գրվում է թվի տակը, իսկ գծից աջ գրում ենք մնացորդները։ Օրինակ 219 բաժանում ենք երկուսի, քանորդում ստանում ենք 109, մնացորդում 1։ Հիշում ենք նաև, որ երբ թիվը կենդ է, մնացորդը 1 է տալիս, երբ թիվը զույգ է լինում, քանորդում ստացված թվի մասն է խոսքը, ապա մնացորդը 0 է լինում։ Ստացանք 109 քանորդում, հիմա 109 ենք բաժանում երկուսի, արդյունքում ստանում ենք 54, իսկ մնացորդը 1։ 54-ը քանի որ զույգ թիվ է, ապա բաժանելով երկուսի քանորդում ստանում ենք 27, իսկ մնացորդում 0։ Եվ շարունակում ենք բաժանումը այնքան ժամանակ, մինչև արդյունքում մենք ստանալու ենք քանորդում 1։ Դրանից հետո քանորդի ստացված 1-ից սկսած կցագրում ենք բոլոր մնացորդները և արդյունքում ստանում ենք 1, 1, 0, 1, 1, 0, 1, 1։ Այսպիսով 10 հիմնային թիվը բաժանելով երկուսի, բոլոր մնացորդները հավաքելով ստացանք երկհիմնային թիվ։ Արդյունքը եղավ 219 10 հիմնային թիվ էր, իսկ երկհիմնայինում արդեն ունեցանք 1, 1, 0, 1, 1, 0, 1, 1։ Հիմա սովորենք, թե ինչպես կարելի է երկհիմնային թիվը ներկայացնել 10 հիմնայինի։ Դրա համար վերցնենք նորից կամայական մի երկհիմնային թիվ։ Օրինակ, վերցնում ենք 1, 0, 0, 0, 1, 1, 0, 1 երկհիմնային թիվը։ Գրելուց հետո պետք է նրան կոդավորենք 0-ից սկսած և վերջի նիշից։ Ստանում ենք 0-ից մինչև 7-ը։ Այնուհետև պետք է կատարենք գործողությունը։ Արտահայտությունում մենք տեսնում ենք, որ ամենաբարձր կարգից սկսած, որտեղ գրված է 1 նիշը, պետք է բազմապատկենք երկուսի այն աշճանով, որ դիրքում գտնվում էր 1-ը։ Գտնվում էր 7-րդ դիրքում, ուրեմն արդյունքում կունենանք 1 անգամ 2-ի 7 աշճան, գումարած 0 անգամ 2-ի 6 աշճան, գումարած 0 անգամ 2-ի 5 աշճան, գումարած 0 անգամ 2-ի 4 աշճան, գումարած 1 անգամ 2-ի 3 աշճան, գումարած 1 անգամ 2-ի 2 աշճան, գումարած 0 անգամ 2-ի 1 աշճան և գումարած 1 անգամ 2-ի 0 աշճան։ Ստացանք մի թվային արտահայտություն։ Հաշվելու ընթացքում, որտեղ հանդիպում ենք 0-ով բազմապատկված, ապա դրանք անտեսում ենք։ Մնացածի դեպքում սկսում ենք հաշվել։ Այսինքն, անտեսում ենք 0 անգամ 2-ի 6 աշճանը, 0 անգամ 2-ի 5 աշճանը, 0 անգամ 2-ի 4 աշճանը և 0 անգամ 2-ի 1 աշճանը։ Մնաց 2-ի 7 աշճանը, հավասար էր 128-ի, գումարում ենք 2-ի 3 աշճանը, 8, գումարում ենք 2-ի 2 աշճանը, 4 և գումարում ենք 2-ի 0 աշճանը, որը 1-ն է։ Ինչպես գիտենք, ցանկացած թվի 0 աշճան հավասար էր 1-ի։ Եվ կատարում ենք գումարում։ Արդյունքում ստանում ենք 141 թիվը։ Այսպիսով, երկհիմնային թիվը վերածեցինք 10 հիմնայինի։ Երկհիմնային թիվներ 1, 0, 0,
0110101